Բոնի։ Այո։ Ես քեզ մի հատ հարց պետք է տամ, բայց պետք է անկեղծ պատասխանես։ Որտեղ լինում եմ հյուր, առաջի հարցը Փորձել եմ, արգելված ինչ որ բան է։ մի քանի անգամ եմ օգտագործել։ Իմ մոտ տպավորություն ստեղծվեց, որ դու ունեցել ես տոքսիկ հարաբերություններ։ Լավ խնդալու չի։ Նախկինից ես ստենդափում խոսացել ոնց հասկացին։ Անկեղծ չի հետաքրքրում։ Բա ոնց։ Թողտագախնիկ մնա։ Քեզ հայկական հումորը դուր գալիս է։ Նայում ես ներվայնանում ես, ես ոսխեմ ես էսին նայում։ Ծիծաղացնեն հենց այդ գրեհիկության սահմանը անցնելով։ Տրեշ են անում, ես 18+ վիդեոներ հայկական քֆուրը շատ գեշ է։ Բայց կուզեիր օքեյ լիներ դա արդեն։ Նախանձում եմ իր վիդեոները շատ է։ Վահե, Ազգում մի քիչ ավլուշացում եմ, օպա, այդ իմ կյանքի տրավման ա եղել։ կռինջ բաներ են անում։ Դա դու ես խոսում, դա բան չի ստեղ։ Ասես փոճուլիկ բան ա եղել։ Ես նպաստում եմ, որ կոլոտների վրա շատ հումոր անեն։ Ինձ հետ չափում չորում ես, ինձ չեմ սիրում քեզ։ Շնորհավորում եմ։ Դանիքում կան մարդիկ, ովքեր YouTube են մտնում։ Ֆենս։ Իսկ նկատել ես, որ դու հələ չես բաժանորդագրվել նոր ալիքի YouTube-յան ալիքին։ Հենց հիմա follow տուր, որ այն կարմիրը դառնա սերի։ Շնորհակալություն այսքան էլ ձեր հետերնին են։ Այսօր շատ խուճուճ զրույց ենք ունենալու։ Եվ իրոք, այսօր շատ խոճոց զրույց ենք ունենալու։ Ողջույն Վահե, ինչ որ sense սերել է հաղորդում։ Ողջույն։ Ողջույն։ Իրականում մենք որոշել ենք չկարծրատիպային լինել եւ չխոսանք քո մասերից։ Ինչ որ այդպես կարծրատիպ կա Հայաստանում, բոլորը խոսում են։ Որտեղ լինում եմ հյուր, առաջի հարցը մազերը որտեղից։ Բոնի եմ լսում ես։ Այդքան է չէ։ Բա ոնց։ Դե, բոնիեմ իմամը կապված է բոնիեմի հետ, բայց բոնիեմ շատ չեմ լսում։ Իսկ որ օրինակ մեկի ածականը ճուտ ալին, մեջ որ ճուտ պահում են, էլի։ Իսկ Մայքլ Ջեքսոն շատ էս, հա, ոնց էր սիրում։ Փոքր ժամանակ եմ շատ սիրել Մայքլ Ջեքսոնը, ճստիկ պտիկ հաղորդում կար, գնում էր տաղանդավոր երեխեքին նկարում էր։ Ու քանի որ ես տաղանդավոր եմ երևի, Մայքլ Ջեքսոնն է ապարում։ Իսկ որ լսի այդ այն տեսանյութը, որ տենց TikTok-ում տարածվել է, թե չէ։ Չկա այդ տեսանյութը, որովհետև կասետ ունեինք, որի վրա զապիս էր արածեցի։ Չէ, մի օր աղբորս ընկերը եկավ տուն, ասաց գնում եմ Չաստ հետ ու բաներ, օտպուսկ եկի, ասաց մի հատ կինո կտած տանեմ նայեմ, ու ասաց կասետ եմ վերցում Մատրիցան է, Մատրիցայի կինոն է, բայց մեջը իմ հաղորդումն է, տեստիկ ուղարկեցի գնաց Չաստ, սաղ Չաստը եւ այդպես։ Մատրիցայից հետո 18+ վիդեոները չի եղել, որովհետև միշտ տենց էր, չէ։ Չէ, մերոնք կյանքում չէին թողի 18+ կինո լիներ մեր մագնիտոֆոնի մեջ, վիդեո մագնիտոֆոնի կնեք։ Ես օրինակ չգիտեմ դու որտեղացի ես։ Ես Երևանում եմ մեծացել, բայց իմ պապայի կողմը Կապանից են, իսկ մամայիս կողմը Էջմիածնից։ Բայց ես ծնվել եմ Երևանցի եմ։ Ես այս վերջերս եղել եմ քո ստենդափին, ինչի համար քեզ շնորհավորում եմ, որտեվ հիստերիկ ծիծաղային մոտեղ է, հիստերիկագույն, ես անտանելի շատ եմ ծիծաղացել ու սա չեմ քծնում, սա լրիվ լուրջ ռեակցիա եմ տալիս, բայց մի հատ հարց տամ էլի, քո համար օրինակ դու հանդիսատեսի ռեակցիայից կարողա փակվում ես թե բացվում։ Այսինքն քո համար կարևոր է այդ պահին այդ ռեակցիան թե չէ։ Ինձ թվում է, հա, որ բեմի հետ աշխատել է, թե բեմի հետ աշխատել է կհասկանաք, որ երբ որ ինչ որ ստավկա ես դրած լինում, ասենց հայերեն ասած ստավկա, երբ որ դու ստավկա ես դրած լինում ինչ որ բանի վրա, որ պիտի ինքը շատ ուժեղ անցնի, ինքը չի անցնում քո պատկերացած շատ ուժեղը, քո համար ասենց անակնկալի է զգալի ու կարող է դա քեզ մի քիչ տեմպից գցի։ Ես գիտես ինչ եմ նկատել, համ լինելով բեմի, համ բեմին խաղացել եմ, համ էլ եղել եմ հանդիսատես իհարկե, ու այդ օրն է քո Իրա ներկայացմանը։ Հա, իր ստենդափի օրը ես անկեղծ շատ բարձր եմ ծիծաղացել, ես ունեմ որտեվ հիստերիկ ծիծաղ, որը ցույց եմ տվել լսել ես։ Ես զգացի, որ մարդիկ ինձ պտտվում էին, ասես շատ սխալ էին ռեակցիաներ էին տալի, իրենց դուրը չէր գալիս մեր թիմացից երկու հոգի դեմոնստրատիվ վերկացան գնացին հետևը նստեցին։ Այս կարող է խնդալուց խփել ես, Չէ, լսի, ու ես խնդա ծիծաղացել եմ հենց այդ սմեխա տոճկաների վրա, նես տիպ ասել ես բարև ձեզ, ասել եմ չի եղել, եղել այն բայրի որտեղ ծիծաղալու է եղել, ու ես գիտես ինչ խնդիր գտա, որ քո կարծիքով էլա, որ մեր հանդիսատեսը ասենց կոմպլեքսավորվում իր էմոցիաները ցույց տալուց ու արդյոք դա նկատել ես ու ինչից կարա լինի դա։ Դե ոչ բոլորը, բայց կլինի հաստատ, այդքան 300 հոգու մեջ կլինի մարդ, ով որ մեկին ինչ-որ ծիծաղալու վրա թարսան եմ կամ կարող եմ մարդ լինի պրոստը հեռախոսի մեջ լսելով լինի, դες տարբեր է, բայց ընդհանուր
երբ որ մեծամասնությունը խնդում է ու լավ անցնում, այդ շատ թույն է, իսկ մեջները կարան լինի մարդ, որ ինքը շատ զուսպ է ուզում ծիծաղ կամ կողքինի վրա ազդում է, կամ իր համար խնդալու չի իմ ստենդափը։ Ես մի հատ հարց տամ քո ստենդափից, այնտեղ դու խոսացիր նաև քո հարաբերություններից, ես քո հարցազրույցներն եմ նայել, դրա համար այս հարցը հետաքրքիր է, որ դու ստենդափում խոսում էիր, իմ մոտ տպավորություն ստեղծվեց, որ դու ունեցել ես տոքսիկ հարաբերություններ։ Դե կարող իմ համար է տոքսիկ, նո տոքսիկ այդքան տոքսիկ չէ, որովհետև թույն բաղերել է եղել, բայց կարա։ Ու ինչքանով է օքեյ քո նախկին ընկերուհին, որ դու խոսում ես ձեր հարաբերություններից, ու արդյոք ինքը տեղյակա թե չէ։ Չգիտեմ տեղյակա թե չէ, բայց իմ համար շատ օքեյ է, երբ որ խոսում եմ հարաբերությունից, իհարկե ամեն ինչ չբացելով, ամեն ինչ չափի մեջ է սիրուն իմ համար։ Շատ օքեյ է, երբ որ ես խոսում եմ ընկերուհի ունենալուց կամ բաժանվելուց ինչ-որ բանից։ Ինչ-որ ոչինչ չներ, ընդունված չի ասում։ Չէ, օրինակ կարող է մեկի դուրը չգա որ իր հարաբերություններից։ Հա, մարդիկ ես օրինակ իմ հարաբերություններից ինտերվյուներին հարցազրույցներին այդքան շատ չեմ խոսում։ Իմ ստենդափում խոսում եմ, որովհետև ես եմ։ Հա, որովհետև չափը պահում եմ, որ ինչքան է նախկինը ինքը նայ ված չզգա իրան կամ ինչ-որ բան ու հաստատ այն բանից սահմանների մեջ եմ պահում, որը որ սիրուն է, էլի։ Իսկ եղել է ինֆորմատիվ է, որ ես բաժանվել եմ։ Իսկ եղել է օրինակ այդ պահին, որ sense շատ չայնացած ես լինում ու sense աֆեկտի տակ, դինին են sense շուտ կա գրեսարակ, հենց նախկինի մասին ուզենաս ասես, բայց հետո արդեն մի քիչ կրքերը հանգստանա, ասել լավ չէ։ Լավ խնդալու չի։ Չէ, չափնացա։ Հա։ Չէ, այտենց։ Նո կարող է եղել է մի քիչ ստենդափի մեջ փոփոխություններ, որ գրել էինք չգիտեմ, sense շուտկեք էին գրել, որը հետո հանեցինք, բայց կապ չուներ էդի բանի հետ, սահմանների հետ։ Ավելի կապ ուներ պատմություն ինքը ինչքան է ֆանի, ինչքան է խնդալու, դրա համար հանել ենք։ Նայ դու հիմնականում ծիծաղացնում ես մարդկանց, բայց եղել է որ ծիծաղան հենց քո վրա։ Բուլինգի ենթարկվել ես։ Բուլինգի, դե փոքր տարիքում հա, իրականում աղբերներս ինձ բուլինգի շատ ենթարկե։ Աղբերները շատ են, գիտես ինչ էի անում, ես շատ խնդալու պատմություն պատմում, ստենդափում ես մի քիչ եմ ավելացրել։ Ուրեմն իմ աղբերները ինձ կանչում էին, ասում էին՝ «Վայ, կլենի արա», ես եմ 5 տարեկան եմ, ու sense բոքսերով խփում էի աշկերիս այսպես։ Դու ինքդ ինքս ինձ sense էի անում, իրանք խնդրում են, ես եմ ուրախանում այդ ռեակցիայից։ Մաման, պապան գալիս են, ասում գիժեք, դուք ինչ եք անում, ու ես sense կուտուր երեխա եմ, ազրս։ Դու ասում ես կա ինչ-որ սահման, որը երբեք չես անցնի, բայց օրինակ նայելով ռուսական ու ամերիկական ինչ-որ ստենդափներ, իրանք շատ դեպքերում կարող է ծիծաղացնել հենց այդ գռեհիկության սահմանը անցնելով։ Քո համար դժվար չի այդ սահմանը պահել ու մնալ ծիծաղալու։ Չէ, որովհետև ինձ հետ է հարազատ, այսինքն եթե ես ամերիկացի ստենդափերի եմ լսում ու իմ համար հումորը ինքը շատ խոր անձնական ինչ-որ բան ասում իր կնոջ մասին կամ իր երեխեքի մասին, իմ համար դա տհաճ է նաև լսելը։ Այսինքն այս չի, որ ես ասում եմ արեց ինչ լավն է, բայց ես չեմ անի, որովհետև հանդիսատես էսի։ Կարող է այտենց հումորներ լինի, որը որ հանդիսատեսը մտածենք չի ընդունի այդքան, բայց ես չունեմ այն то есть չափը որ ես ասեմ էսի ուզում եմ անեմ, այս կարգի պոշլի, այս կարգի sense բան, բայց չեմ անի, որ հանդիսատեսը ինձ սիրի, որտեղ ինձ ինչը հարազատ է ես այդ եմ անում։ Այսինքն ես իմ ստենդափում բառեր կա, որը մի քիչ, չգիտեմ, եթերներում այդքան չեն օգտագործում, ես օգտագործում եմ, բայց դա եղել է, ինձ թվում է, այտենց չի շատ աչքին գնում։ Որովհետև երկու տեղ եմ ինչ-որ բան ասում, որը որ այտենց փոքր ժամանակվա հետ կապված ինչ-որ բան է ու ֆանի այն կավելի։ Նախկինից ես ստենդափում խոսացել ոնց հասկացանք, ինքը ինչ-որ արձագանք տվել է։ Չէ, ես չգիտեմ։ Կարող տվել չեմ իմանում։ Ես քեզ մի հատ հարց պետք է տամ, բայց պետք է անկեղծ պատասխանես, որտեղ ահա որ հետաքրքիր է։ Կփորձեմ մաքսիմալ անկեղծ։ Այն օրը TikTok-ում բերեց մի հատ փոքրիկ edit, որտեղ դու լիստեյով մրջունների ընտանիք էիր գտել։ Ահա։ Զանգել էիր մրջունների ընտանիքի այդ տղամարդուն։ Արդյոք դա չի եղել հրավիրված դերասան կամ քո ընկերներից ինչ-որ մեկը, որտեղ շատ ծիծաղալու պատասխան է տվել ու շատ զարմանալի է, որ տենց պատասխանել է։ Տեսեք։ Հա, սարկած էր։ Իրականում սարկած էր։ Հա։ Այո, բայց ես զանգել եմ, չի պատասխանել մի քանի անգամ։ Այսինքն մենք ուզում ենք հենց տենց լիներ բնական։ Զանգեցի ես ինքը մի քանի անգամ չվերցրեց, ասենք լավ, քանի որ հումորը պետքա լինի, այստեղ պետքա այս վերջը ունենա, որ զանգելով ավարտի ստենդափը, ասենք լավ, ուրեմն պետքա լուծում գտնել ու
Չեմ ասել ով մարմնավոր այդ։ Հա, մի ասա, թող այդ ուրիշ։ Թող դա գախնիկ մնա։ Իսկ եղել է ինչ որ հումոր անես բեմից կամ հաղորդաշրջանակներում ու հետո քո հետ խնդիր առաջանա կամ թեմա անելու։ Չէ, ես կան ժամանակ ես չեմ հիշում տես դեպ։ Կարող ունեցեմ տապե չեմ հիշում։ Տրավմա ջնջել ես։ Ես հիշում եմ, որ մի հատ էպիկ պրանկ էի կարել 32-ում դու կայ ժամանակ չկա։ Չէ, դիես ծնված չէինք, ես սեղանը ջարդում են բանը։ Այդ իմ կյանքի տրավման է եղել։ Եթե խոսքը գնաց 32 ատամի մասին, ես քեզ հարց տամ, այս վերջերս շատ սկանդալային երկու ինտերվյու եղավ, մեկը Արմուշն, մյուսը Կարեն Բաբաջանյանը, ու շատ սկանդալային ամենից էր։ Վահագը, բայց ամենասկանդալայինը ինձ թվում է Արմուշու Կարեն Բաբաջյանը էր։ Ու շուտ ես քեզ անկեղծ ասեմ, իմ մոտ 32 ատամը, որ ես այդպես սիրե փայփայել եմ, sense փուճուդիկ բան ա եղել, կոտրվեց։ Դու որպես 32 ատամում կարկառուն խաղացող Նայ, ես 32-ում ես այդքան շատ երկար չեմ աշխատել ու տենց իրանց կորիզներից չեմ եղել։ Ես նոր եք մտածում եղել, իսկ իրանց բաժանումը ես չեմ իմացել ինչի համար են բաժանվել նախ։ Ու երկրորդը իրանք այդ կոնֆլիկտը ես ընդհանրապես չեմ հասկանում ու իրանք կոնֆլիկտն է, այդ իրանք որոշում են ու խոսում են դրա մասին, չեմ որոշում, չեն խոսում կամ մեկը որոշում է, մեկը չէ։ Այսինքն այդ մարդկանց տեսակն է, իրանք դեռ ուզում են դրա մասին խոսում են, ես դրան վերաբերմունք չունեմ։ Իսկ քո ստեղծագործական կյանքում ինչ որ նմանատիպ կոնֆլիկտներ եղել է, որ ինչ որ հաղորդում, պրոյեկտ փակվի ինչ որ կոնֆլիկտի պատճառով։ Ու կարող չենք տեսել։ Չէ, այդպես բան չի եղել, կարող է եղել ինչ որ կոնֆլիկտներ գործի մեջ մեկը մյուսին չհասկանալ, բայց մեր մոտ շատ բան է լուծվել այդ կոնֆլիկտները, ասես նեղ ու որովհետև ընկերական շրջապատը կարանք պրոստը եթե ինչ որ տեղել գա որ մեկը մեկի հետ չի ուզում աշխատի, պրոստը որոշում են որ չեն աշխատում, իսկ շատ օքեյ է։ Իսկ այդպես բաները։ Դու ավելի նոր սերունդ ես եղել վիտամինում ու կար հին սերունդ, քո համար հին սերունդում ամենա տենց ծիծաղալու ու կարկառուն ներկայացուցիչ, կոպիտ ասած ում ես ամենաշատը հավանել, ում հումորը։ Ինձ թվում է Վաչեն կասեմ, որովհետև Վաչեն մեզ առօրյայում էլ է շատ ծիծաղացրել, Վաչեն ու Գարիկը։ Ու Վաչի հետ որ հետո աշխատել ենք արդեն շատ, то есть իրար հետ նստես սցենարենք գրել երկար, այդ շփումը շատ ավելի մոտ է եղել Վաչեի հետ։ Իմ համար Վաչեն շատ հումորով ու շատ, կստացի, ֆիլմը Կաննի ֆեստիվալում հաղթեց ամենագլխավոր մրցանակը։ Այո։ Շնորհավորում եմ։ Անորա։ Բայց բոլորն շատ հումորով են եղել, շատ բոլորն են շատ, բայց ավելի շատ, որ ասում ես ամենաշատողը, ինձ թվում է Վաչեն։ Վահե, ես զգացել եմ, որ մեր շոու բիզնեսյան աստղերը, ինչ որ ոչ բոլորը իհարկե, sense կոմպլեքս ունեն, վլոգերներին լայքելու, share անելու, հետևելու, support անելու, դու ունես այդ կոմպլեքսը ու ոնց ես ոչ թե արդարացնում, ոնց կասես ինչի կա այդ խնդիրը, օրինակ ես շատ եմ զգացել, ինձ լիքը մարդ մոտեցեց, որ քոնը շատ լավն է, այս վիդեոյի վրա սատկել եմ, բայց ոչ կոմենտ, ոչ լայք ես չեմ նեղում, ուղղակի ինձ հետաքրքիր այդ ինչ խնդիր է, ինչի է այտենց։ Նա իմ մոտ sense բան կա, որը որ ես առհասարակ, то есть ես կարող եմ մարդուն չճանաչեմ, շատ խնդրեմ ու լայք եմ, դաժե կարող եմ կոմենտ գրեմ։ Իսկ թե բլոգերներն այ ես է որպես հիմա նայում եմ բլոգերներ կան տրեշ են անում, ես մի շատ կրինջ բաներ են անում, որը որ մարդիկ նայում են ասում են արա դզեց էսի բան ասես, որը որ ես չեմ հասկանում, ոչ թե ես ասում եմ արա նախանձում եմ իրա վյուերը շատ է, ես է որ ուզենամ անեմ հիմա, կարամ անեմ տրեշ, կարամ անեմ վատ բաներ, որը որ մարդիկ կնային հաստատ շատ խոսքի լիքը բաներ։ Կարամ իմ, չգիտեմ, Instagram-ը ավելանա շատ պատվիշիկներով ու սկսեմ անել վատ բաներ։ Նայած ինչ է մատուցում բլոգերը։ Օրինակ բլոգերներ կան, որ ասում են ես այսօր արթնացա, գնում եմ տուն, ինձ անկեղծ չի հետաքրքրում այդ մարդը, հա, գնաց ինքը ինչ շոր հագնեմ այսօր։ Ես դուրս եմ գալի տանից, ես կարող է ինչ որ տղա լինի, ով որ sense հասկանամ իմ ստիլը, ինչ որ հիփ-հոփ մյուզիկի տակ լինի, մտածեմ այդ պահին, որ կարելի է ինչ որ նայել մի քիչ։ То есть ավտոմատ քո ճաշակը այդ պահին բանա, չէ, հասկանում ես, ուզում ես նայես այս մարդուն թե չէ։ То есть հատուկ ինչ որ բլոգերների դեմ ես բան չունեմ։ Մարդիկ Քեզ հայկական հումորը դուր գալիս է կամ կա արդյոք տենց բան, օրինակ չգիտեմ, ռուսական հումորը լրիվ ուրիշ է, չէ՞, օրինակ կազախներն էլ լավ, Նուրլան Սաբուրովը բանս լրիվ ուրիշ յուրահատուկ հումոր է, ինչ որ այդ տենց հայկական հումոր կա։ Ռուսական հումորը ավելի դերսկի է, то есть քան մերը։
Մեր հումորը հայ ինձ դուր է գա, նայած որ հաղորդման հումորը, որովհետև եթե հումորային հաղորդումներ կա, որը որ նայում ես ինքը հումորային հաղորդումը համարվում, երբ որ հաղորդում ինքը հումորային է համարվում, պետք է լինի հումորով, չէ՞ իմ համար։ Եթե ես նայում եմ, չեմ կարող ռուսականն նայեմ չխնդամ, ինքը հումորային հաղորդումներ։ Կարաս ասես հայկական ստենդափի քո համար ամենատենց ոչ թե սիրելի, այ ում ստենդափները նայում ես ու ծիծաղում ես հիմիկվա հայկական ստենդափում։ Դե հայկական ստենդափում ես կտորներ եմ տենում, այսինքն ինչ-որ Instagram-ում կամ ինչ-որ տեղ է, որը չի կարա վատ կտոր լինի։ Այսինքն եթե դու այդ կտորը գցել ես ամբողջ ստենդափից, չգիտեմ, կամ կտորներ ես գցել, ուրեմն առանձնացրեցա, որը լավ անց է, մարդը Չես կնայում հատուկ հայկական ստենդափ։ Չէ, հայկական սիտկոմներ նայում ես։ Վերջին նայածը սիտկոմը գրել եմ ու նայել եմ։ Որը։ Բլբուլյանները։ Որ սեզոնն ես գրել։ Երկրորդ։ Հա, օքեյ։ Օրինակ ես ինձ համարում եմ մի քիչ տենց հումորի մարդ։ Ես օրինակ գնում եմ ինչ-որ տեղեր, հաղորդումների հյուր եւ այլն, նայում եմ, իմ համար շատ ծիծաղալու է ռեալ իրավիճակում այդ ամեն ինչը։ TV-ով նայում եմ կամ YouTube-յան ալիքով նայում եմ, կոմենտները շատ վատն են։ Էս ինչա խնդալու չի, էսա այնա։ Ու ես երբեք չեմ հասկացել ոնց է ստացվում, որ օրինակ մեծամասնության համար կարա այդ բային ռեալում խնդալու լինի, բայց TV-ով նայես կամ YouTube-ով նայես խնդալու իրոք չլինի։ Այդ գիտես ինչի՞ց է, որովհետև նայ ոնց է օրինակ ես ինչ-որ բան եմ պատմում ստեղ ու դուք օրինակ չեք խնդում, ասում այդտեղ պիտի լինեիք, ենթադրենք, արատը պիտի լինի, որտեղ այդտեղ էր խնդալու։ Այսինքն նույնը կարա այդտեղ լինի, որովհետև դու բեմի վրա տանում ես մարդուն, կողքից մուդը արդեն ունենցա, որ լիքը մարդ ծիծաղում է, դու ես այդ թեմայի մեջ, ասենց ասած։ Իսկ կարող է մարդը ինչ-որ մեկը պրոստը տունը նստած դիվանին նայում է, տրամադրություն չունի կամ չգիտեմ ինչա, ասենց կողքը նպաստող բաներ չկա, որ իր տրամադրությունը արդեն լավ լինի։ Երբ որ դու ինչ-որ տեղ ես լինում, արդեն նպաստող բաներ կա, որ տրամադրությունը լավ է, այսինքն եթե ամեն ինչ կողքը նորմալ խնդիրներ չունես, նայում ես մարդը դուրս եկե պոզիտիվ էներգիա տալու, երբ որ հումոր անում, դու ավելի լավ ես խնդում, քան որ կնայես էկրանով օրինակ։ Իսկ դու սիրում ես նայես ինչ-որ հաղորդումներ, ֆիլմեր հայկական, զուտ որտեվ քո համար տրեշ է, դա։ Օ, ես տրեշ բաներ նայելով երկրպագու եմ։ Ես ինձ կարող վատ վիդեո, որ նայում ես ներվայնանում ես, ասես խեմ ես էսին նայում, արա ասես։ Հայաստանում քո կարծիքով կա underground stand-up։ Այո։ Ու ավելի ուժեղը, քան ոչ underground-ը։ Նայ, տարբեր բաներ են, տարբեր ոճեր է։ Իսկ underground-ը, եթե համեմատում ես բանի հետ, չէ։ Կներես, կարամ ճիշտ ձևակերպեմ։ Ըստ ինձ, underground-ը ավելի շատ է Հայաստանում աշխատում, քան այն։ Թե սխալ եմ Չէ, ընդհանրապես, вообще, հակառակը։ Вообще Հայաստանում աշխատում է այն ստենդափները, այն ներկայացումները, որի մեջ երաժշտություն կա, բան, որտեղ մեր ազգը մի քիչ ավելի շատ սիրում է, օպա, Հեյ, ես գիտես ինքը ներկայացում, ավելի լավ, ասենց ասեմ, հայերը ավելի շատ սիրում են ներկայացում, քան ստենդափ։ Իսկ հետո եթե ստենդափ եւ underground ստենդափ, որովհետեւ underground ստենդափը մենք հələ պատրաստ չենք քֆուրով հումորին լսելու, որովհետեւ ես նույնիսկ ես որ ես եմ այդքան նայում եմ լիքը, ասենք ստենդափը ամերիկական բանը, ասենք Ջիմ Ջեֆրիսի ստենդափներն են որ ինչ որ շատ սև հումորներ են անում բան, որ կարա խնդալու լինի իմ համար, բայց հայկականը նախ հայկական քֆուրը շատ գեշ է։ Ու երբ որ դու հայկական քֆուրը ինչ որ ասես լսում ես մասայի մեջ մասան էլ ասես բանը, չես խնդալու չի լինի։ Դու ինքդ իսպանսկիստի ես ապրում այդ բանին։ Չէ, ոչ թե իսպանսկիստի, այլ ասած պրոստը անդուր այդ բան։ Բայց կուզեի օքեյ լիներ դա արդեն նորմալիզացվեր։ Ես քֆուրով հումոր անող չեմ, այսինքն ինձ էդի պետք է չի, ես ասեի կուզեի լավ վերաբերվեին քֆուրին ու ես անեի։ Դու դրա համար իսկ սև հումորը, օրինակ ես սև հումոր շատ եմ սիրում, մի քիչ sense մի կաթիլ անում եմ մեկ-մեկ։ Ես էլ եմ անում, բայց նեգատիվը տենում եմ։ Օրինակ իմ ստենդափում տեսել ես վերջում քիչ սև հումոր կա, հենց իմ վրով։ Այսինքն ես եւ սև հումորը вообще այն ժամանակ կա, մի քիչ ավելի վատ լինի, երբ որ ուրիշի վրով են անում, ուրիշ մարդու մասին են անում կամ ինչ-որ ուրիշի հետ կապված, մի քիչ բարդ է անցալվում։ Իսկ երբ որ մարդ անում է ինքը իր վրա սև հումոր, ես շատ օքեյ եմ նայում, իմ համար խնդալու է դա, բայց մեր հանդիսատեսը այդքան է պատրաստ։ Հայկական բաներում, պրոյեկտներում ու սերիալներում հիմնական չէ, մոտ 40% հումորը դրած է այլ մարդու արտաքինի վրա։ Այսինքն հումորը անդադ անում են այլ մարդու արտաքինի հետ կապված։ Շատ է։
չասես չկա։ Այդ օրինակ չես կարծում որ սխալ է։ Լավ, ասենց ասեմ, մենք իրեքով նստած ենք, ես քո վրա հումոր եմ անում քո, չգիտեմ, քթի վրով, դու հումոր ես անում իմ բոյի վրով, ես Նինայի գիրության վրով եմ հումոր անում, մենք եթե բոլորս օքեյ ենք, եթե մենք բոլորս օքեյ ենք, այո, մենք շատ հացան։ Կայցել բաշե ուղղ։ Քիչ։ Տեքի կավե Եթե մենք իրեքով օքեյ ենք, մենք դրան նորմալ ենք նայում։ Հանդիսատես ինչի պիտի ասի, ես մարդիկ են իրար վրա հումոր անում։ Մենք իրար վրա հումոր ենք անում։ Ընկերներով որ մեկը մյուսի վրա հումոր է անում, կողքից մեկը գասի ապե հումոր։ Եթե տենան մեկը նեղվում ասում, ինձ վրա հումոր են անում, գազ պաշտպանի ուրիշ բան։ Բայց երբ որ մենք իրեքով իրար վրա ծիծաղում ենք, կողքից ինչի պետք է գասի ինչի հումոր արեցիք իրար վրա։ Դե նայ, որովհետև կան օրինակ խոցելի խմբեր, թե հենց օրինակ գեր մարդը, մեկ էլ շատ նիհար մարդը, իրանք խոցելի են ու ոնց որ այդ հումորները, որ իրանք ֆիզիոլոգիայի վրա արվում է, տարածվում է դա, արդեն դուրսը որ կամ դպրոցում երեխան տենա իր դասարանում գեր մեկին, կարա այդ նույն հումորը անի։ Բառ պատասխան չկա նա։ Այսինքն լավ, հիմա ես օրինակ իմ բոյը կարճ է, ես իմ վրա լիքը հումոր են արել, ստենդափում ես ինքս իմ վրա եմ հումոր անում բոյի վրա, հիմա ինչ, ես նպաստում եմ որ կոլոտների վրա շատ հումոր անեն։ Ընդհանրապես տենց չի, вообще տենց չի։ Ձերքերս ինձ անգամ մեղադրել են, որովհետև ես իմ վլոգում խոսում եմ body positive-ից, բայց օրինակ մի հատ այլ հաղորդումում իմ քաշի վրով հումոր են անում։ Ես էլ եմ քո հետ համաձայն, որ ես ինքս սամաիրոնիայով եմ դրան մոտենում ու այն մարդիկ ովքեր ասում են, չէ, քաշի վրով հումոր չի կարելի անել, իրենք արդեն ինձ կարծրատիպում են։ Այսինքն ես օքեյ եմ իմ քաշի հետ, իմ համար դա խնդիր չի, ես այդ հումորը ընդունում եմ։ Բայց մարդիկ որ ասում են, չէ, ինքը իր քաշին նեղում է խեք հումոր անում, իրենք արդեն ինձ նեղացնում են, որովհետև իմ համար օքեյ եմ քաշը։ Հասկացա՞լ ասածս։ Okay. Գաղտնիք չի, հիմա չգիտեմ, չասես չկա այդպես բան, բայց արվեստագետների, դերասանների, երգիչների մեջ մեծ հումորիստների մեծ մասի մոտ շատ է տարածված թմրանյութ օգտագործելը, ու համենայն դեպս արգելված ինչ որ բաներ, ոնց է դրան վերաբերվում, փորձեն ես։ Նորմալ չեմ վերաբերվում, լավ չեմ վերաբերվում իհարկե, փորձել եմ, անկեղծ կարամ ասեմ, որովհետև ընդհանրապես ինձ քանի որ ես, չէ, вообще ես այնց իմ կստացի բան ասեմ, փորձել։ Ես խոսքի կյանքից մի քանի անգամ եմ օգտագործել, այն մարիխուանա։ Ես խնդիր ունեմ աշկերտից հետ կապված, հիմա կարմրում է անընդհատ, ալերգիա ունեմ, ես գնացել եմ բժշկի, որ ասես բաներ են տվել, կաթացրել եմ, էլի չի օգնում, բան, հիմա աշկերը կարմրում է։ Ու երբ որ ես իրիկունով կամ ինչ-որտեղ մտնում եմ ինչ-որ առևտուր անելու, բոլորը մտածում են ես ծխած մտել եմ առևտուր անելու, մանավանդ երբ որ քաղցը բան եմ ուզում։ Հոգնածն ես sense խոսած։ Հա, սա մտածում եմ, հա, լուրջ։ Բոնի։ Այո։ Նայ հումորը մարդիկ ովքեր ստրեսի մեջ են, իրանք նայում են հումորային վիդեոներ եւ հահահի անելով ստրեսից դուրս են գալի։ Դու լինելով հումորի մարդ, ոնց է ստրեսը հաղթահարում։ Օ, ես ստրեսը շատ վատ եմ տանում։ Հա։ Ես ունեմ ավելի շատ շփմամբ։ Իմ մոտ այդ ավելի օգնա, երբ որ ես շփվում եմ ընկերներից հետ, հենց ընկերներից, то есть իմ մոտիկ երբ որ իմ բանն է, ոչ թե կիսվել իրանց հետ պատմել, այլ պրոստը որ անցկացնել։ Ես որպես պուճուր քայլերով ստենդափեր դարձող մարդ, մի հատ անհամես թարստամ ինձ հետաքրքիր է։ Ես օրինակ, երբ որ առաջի անգամ իմ մոծերիալը կարդացի, հայերեն էլ դա։ Մոծերիալը կարդացի, իմ համար ծիծաղալու էր, ես առաջի անգամ կարդացի դա ծիծաղալու էր, իմ համար, բայց կամած ես իմ մեջ ինչ որ մտքեր ունեմ, որ չէ կարող է всё ծիծաղալու, չի երկրորդի ժամանակ իմ համար արդեն ծիծաղալու չի, չգիտեմ ինչ, հոմոտ էլ կա այդ, սա կա շողս այդ։ Ես ուզում եի հատ դրան մի քիչ sense հավելում անեմ, այդ խնդիրը կա, չէ, որ մենք հումորի մեջ ենք, դու հումորի մեջ ես ու լիքը բան արդեն էլ քո համար ուղղակի խնդալու չի։ Հա, դժվար է, որովհետև մենք բայց նայես 28000 լայք ա օրինակ։ Հա, որովհետև մենք հիմնականում համ հասկանում ենք հեսա ինչա լինելու, համ էլ մակերեսային հումոր ա լինում, որը որ քո համար արդեն այնքան ես լսել այդ մակերեսային շուտկեք հումորներ, որը որ քո համար ասած նույն շկալայի վրա է, то есть դու նույն ռեակցիան ես տալի, հա, գիտ խոսքի ֆանի է։ Կամ ես միշտ դրա համար հումորիստի համար կամ խնդալու ալու շատ ինչ որ երբ որ անսպասելի բան ա լինում կամ սկեչն ա լավ լինում։ Ես ուրիշ հարց էի տալի բան չի ստեղ։ Լավ, այս մարդու մոտ Հա, դա գիտես ինչի՞ց է, նայ։ Երբ որ դու ինչ որ ես էլ իմ ստենդափը որ պրեմիերային եկար, ես այդ օրը դրանից մի օր առաջ էլ։ Ասում եմ խնդալու է ստենդափը, թե չէ, ասենց
Դա գիտես ինչի՞ց է, երբ որ դու շատ ես փորձում, անընդհատ դու մեջն ես, անընդհատ դու սենց բան ես, սենց քեզ թվում է, որ հարաբերության մեջ ես լինում, ասում ես, արա, սիրում եմ, բայց հետո սենց կարող է, всё-таки սենց, բայց հա, իդեալական է, բայց հետո սենց որ մի քիչ անցնում է, ասում ես, չէ, ոչ մի։ Հա, հասկացար։ Դրա նման, երբ որ դու անընդհատ մեջն ես, դու անընդհատ էդի կարդում ես, անընդհատ դու էդի փորձում ես անգիր անելու, փորձում ես խաղալ էդի, ոնց ես ասելու, որից հետո որն է, քո համար արդեն հումորը անցնում է ուրիշ պլան։ Դուք քո համար ավելի շատ պետք գալիս է, երբ որ դու պետք է մատուցես էսի։ Հասկացար։ Դրա համար ավելի քո համար Ni l'un ni l'autre, bâtard tu es. Tu l'étais, tu restes. Վահե բոնի։ Կարեմ ատել հարցամ, ըստ քեզ քո մենակ քո մասին չի ընդհանուր հետաքրքիր, բայց հենց քեզ էս բանին հարցս ուղում, քո կարծիքով քո նաև հաջողության գրավականը այն չի, որ դու հայտնվել ես ճիշտ բանին, ճիշտ տեղում, ճիշտ մարդկանց սցենարիստների շրջապատում, որտեղ լիքը տաղանդավոր երեխեք կան, համենայն շատ վատ են խորտվում ուրիշների ձեռքը հայտնվելով։ Համաձայն եմ լրիվ, բայց գիտես ինչ կա։ Ճիշտ բանին ճիշտ տեղում հայտնվելը մենակ չի կարա քեզ օգնի։ Այսինքն դու կարաս մի բան ճիշտ տեղում հայտնվես ու ճիշտ ժամանակին, բայց երբ որ հա պետք է արդեն աշխատասեր լինես, երբ որ ես նոր էի մտել 32 ատամ, ինձ հարցեր հենց ընտրելու են թե չէ, կաստինգին ես ամենավերջում եմ ասա անցնում եմ թե չէ։ Հա, այդ կաստինգը հա կանչում էին, չէ՞, ձեզ հետո։ Հա 32 ատամի ժամանակ կաստինգ էր, ես կաստինգին փուլեր եմ անցել, ու դա հենց առաջի փուլում հարցական էր, ես կանցնեմ թե չէ, որովհետև այդքան խնդալու չէր իմ մատերիալը, բայց քանի որ ես ֆանի էի, ասենց ոբշին տեսքով մասած խնդալու էի կերպարային էի։ Ես անցա առաջի փուլը ու արդեն տղերքը ինձ ավելի լավ ճանաչեցին, իմացան որ ես կարում եմ հումոր անեմ ու աշխատասեր եմ ու այդ շատ նպաստեց այս ասպարեզում աճելու համար։ Կհիշես այդ կաստինգից ինչ որ մատերիալ մի հատ ասած եք հումոր։ Հա, բողոքողներ էի անում մենակով։ Եկել է հա բողոքող, չէ։ Այդ ժամանակ կար, բայց բան 32 բողոքողներ կար, եկել է բողոքողներ, ասում ինձ ծնունդը այնքան վատն է որ ես այդ ժամանակ Խարբերտում էի ապրում, ասում էին որ ուսած գյուղացի է էլի համարյա ասած այդ ժամանակ թշերս կարում ես ասած մազերս քի Տենում եմ, դա չի։ հիմա տես չեմ, հիմա տենց է գյուղացի Գա թե բան պետք է պատմում, մեջը սամինացը պետք է պատմում քո հետ։ Մի խոսքով բան ինչ էի ասում, հա հումոր էի անում, ասում եմ մեր ինձ ում այնքան վատն է որ պապս բերեց sense բալնիկները տվեց, ասաց այսօրվանից գոմը քոնն է։ Ու դա մորի վրա շատ խնդացի։ Պետք է բան պատմեմ, ու երբ որ դու գնացի 32 ատամ ու արդեն մի քիչ հայտնի էի, ես քեզ մի օր ապրվան փողոցի վրա եմ տենում։ Սենց ուրախանալ ասեմ, վայ բանին ինձ հետ չափում չորում ես, ինչ չեմ սիրում քեզ միջև։ Հա, ճշտով։ Սթարս եմ նայում։ Ահա որ սենց ես անում, ասում ես, ասում ես խի։ Երբ ես թվա տաստիկով չինսից վրա լակա եղել։ Շատ եմ։ Դու մենակ այդ ժամանակ ես։ Բայց գիտես ինչ, ես տարիքում գիտես ինչ եմ մտածել, եւ яра ոնց հասնեմ տուն փող չկա մոտոս։ Ես դու ես ծարանքում ես ընկես ես։ Դες որ այդ Աբովյանի եկեղեցու դիմացի մայթին եմ քեզ տեսե։ Այուրջ։ Հա, ուր եմ գնացել։ Գիտես ինչ ծանր։ Կորել եմ պրոստը զմա։ Խարբերտն ուրա։ Ասես որ պատկերացած որ տայնում ես թե այս ժամանակ TV-ի մարդը որ փողոցում դες վաու, Просто չափես իր մի գիտես ինչքան է։ Հա, հիմա գիտես խենք մենք պոզիտիվ փող կա արդեն որ։ Je peux tout seul être tout seul. Ça fait déjà ça de moi dans la tête. Et si je comptais combien on est beaucoup. Tu sais à quoi j'ai déjà pensé. Dire que plein d'autres y ont déjà pensé. Mais malgré tout, je me sens tout seul.